Ողջույն սիրելիներս, հուսով եմ բոլորդ լավ եք, մենք նույնպես լավ ենք։ Այսօր փետրվարի 21-ն է, 2026 թվական, օրը շաբաթ, եւ ես որոշել եմ ինչ գնով էլ լինի, մինչև փետրվարի վերջ վերադառնալ YouTube ու ոնց տեսնում եք, անցել եմ գործի, առանց ժամանակ գործնելու։ Ճիշտն ասած, պահքը արդեն 1 շաբաթ է, որ սկսվել է, ու եթե անկեղծ հենց պահքն է ինձ տրամադրել, որ սկսեմ նկարել, որովհետև ոչ մի կերպ չէի կարողանում վլոգ նկարել, չգիտեի որտեղից սկսեմ, ինչ նկարեմ, ինչու նկարեմ, բայց երկուշաբթի օրվանից ես ու Տիկոն միաձայն մեկս մեկից անկախ փաստորեն որոշել էինք, որ պահք ենք պահելու ու երկուշաբթի արթնացանք ու տենց տրամադրված ու ոգևորված ասեցինք սկսում ենք վերջապես պահը հասունացել է դրա առաջին օրը ասեց պահենք ասեցի դե լավ մեզանից ինչ պահ պահող մենք երկուսս շատ մսակեր ենք գրեթե ամեն օր մենք միս ենք ուտում կամ ինչ որ մանավանդ կատնամթերք ես չգիտեմ այդպիսի օր չկա որ ես պանիր կամ մաց ու նմանատիպ բաներ չուտեմ մի խոսքով տես թերահավատորեն ասեցի դե լավ քեզանից ինչ պահ պահող բայց գիշերվա ընթացքում եկա այդ որոշմանը որի վերջո պետքա պահել հետո ինքն էլ առավոտյան արթնացավ ու փաստորեն ինքն էլ էր դրան եկել առավոտը զանգեց ասեց իմ համար բանջարեղենային ինչ որ բան կսարքես չգիտեմ դու ոնց ես պահում եմ ասեցի լավ ուրեմն պահում ենք մի խոսքով ու տենց մի տեսակ ոնց որ ավելի ոգևորված ինչ որ դե փոփոխությունից էր որ իմ առօրյայում ինչ որ փոփոխություն եղավ չգիտեմ տրամադրվեցի որոշեցի նկարեմ բացի դրանից այսօր պատրաստվում են գնալ Սահադաշտ ընտանիքով ինչ գայուշը սկսել է սահել մենք ամեն շաբաթ կիրակի ասում ենք մի օր հարմարացնենք ամբողջ ընտանիքով գնանք որովհետև ես էլ եմ շատ ուզում փորձեմ երբեք չեմ ոտք դրել սառույցի վրա չմուշկներով գայուշի դասերին այնքան եմ հետևել որ ինձ թվում է ես արդեն ահագին բան գիտեմ բայց իրականում երբեք չեմ եղել սառույցի վրա այսօր որոշել եմ փորձեմ վերջապես հարմարացրեցինք բոլորով կգնանք Տիկոն կմնա Եվայի հետ ես կփորձեմ ես կմնամ ինքը կփորձի մի խոսքով այսօր նոր բան եմ անելու իմ կյանքում դուք էլ ականատես կլինեք հիմա գայուշը ընկերուհու տանն է իրան վերցնում եմ արագ մտնենք տուն ինքը ռոլիկներով է փոխվի նորմալ կոշիկ հագնի չմուշկները վերցնի գնանք ինձ էլ արդեն տեղում կվարձենք բարև գայուշ գայուշին վերցրեցինք հա ու մոռացա ասեմ որ մի 2 շաբաթ առաջ էլի սենց թեթևի մեջ տրամադրվել էի ու որոշել էի վլոգ նկարել բայց ինչպես միշտ կիսատ թողեցի ու քանի որ չեմ ուզում անիմաստ ջնջեմ նկարածը սովորությանս համաձայն այստեղ կդնեմ նայեք մի քանի կադր ու հետո էլի կվերադառնանք ողջույն սիրելիներս հուսով եմ բոլորդ լավ եք վերջապես սկսում ենք նոր վլոգ եկեք դուրս գանք ու ասեմ ուր ենք գնում ու ինչի համար հիմա գնում ենք գայուշին դպրոցից վերցնենք Եվան մուշ քնած է սենց բան 1000-ից մեկ է լինում գայուշին վերցնում ենք եւ վազում ենք առևտրի կենտրոն եւ իհարկե ես չէի նկատել որ անձրև է գալիս ինչպիսի հաջողություն գայուշին վերցրեցինք սոված է իր համար սենդվիչ էի վերցրել ու վազում ենք կանգառ հայ այն որ եղանակի պատճառով փոշմանում եմ մեկ ասում եմ թողնեմ հետ գնամ բայց նաև գիտակցում եմ որ եթե այսօր չգնանք այլևս չենք կարող գնալ իսկ մենք շաբաթ օր տեղ ունենք գնալու ռեստորան պիտի գնանք ու գայուշը չունի շոր հագնելու ավելի ճիշտ ինքը ուներ շոր մինչև 3 այն ամանորի փայլուն սիրուն շորներ ուզում հագնել բայց շատ էր ուզում բարձրակրունկներով հագնել դե բարձրակրունկ ասելով իր տարիքին համապատասխան այն սենց բուջուրիկ կրունկով կոշիկներից հաղթիկական մի հատ ուներ տենց վարդագույն բայց այն օրը հանեց փորձեց հակով փոքր էր բացի դրանից վարդագույնը տես չէր էլ սազելու այդ շորի հետ ինձ խնդրեց որ ես իրեն պատվիրեմ սև գույնը ուրեմն պատվիրեցի Շեյնից չուզելով որովհետև սենց սրածայր ճոճայոտ կոշիկներ էր ուզում բայց ինքը այնքան ուշուշ է տենց հագնելու համար ինչ-որ բաներ իրա բերանով ուզում որ ասեցինք դե լավ մեկ կարելի է թողնել իրա ճաշակին ու ինչ որ ուզում է դա առնենք թողնի
Բայց այդ կոշիկները եկել է ու ընդհանրապես չեմ պատկերացնում, որ այդ հագնի մի տեսակ չի սազում։ Իմ աչքին էլի սիրուն ինքը շատ է հավանում։ Մի խոսքով ինքը շատ է ուզում հագնի այդ շորիկը այդ կոշիկներով, բայց ես դա չեմ պատկերացնում ոչ մի կերպ, արիկայի փողոց անցնենք։ Առաջարկում եմ, որ գոնե հագնի ջինսի տաբատով, որովհետև երկար տես ջինսի տաբատ ունի, որը իջնում է կոշիկների վրա, ու սենց մենակ ծայրերն է երևում, չի երևում, որ տեն շատ ջոջայոտ է։ Հիմա ոնց որ համաձայնել է, ավելի շատ ուզում է առաջարկեցի, որ կամ կոշիկ առնենք նորմալ, շորիկը հագնի, կամ ինչ-որ վերնաշապիկ կամ բլուզ սիրուն մի բան առնենք, ջինսով ու այդ կոշիկներով հագնի, հիմա ինքը ուզում է ամեն գնով այդ կոշիկները հագնի շաբաթ օրը, հետևաբար հիմա ուզում ենք գնանք արագ, ժամանակ էլ չունեմ։ Գնանք Պաղձյու, մի հատ փորձենք իրան Զարայից կամ Աշեմի շիրեմ։ Մի տեղից մի հատ վերնաշապիկ գտնենք կամ սիրուն բլուզ։ Եվուկս արթնեց, ներսով ենք գնում, որովհետև անձրև է, որ չթրջվենք։ Առաջինը մտնենք այս կոշիկի խանութը, տեսնենք ինչ-որ կոշիկ ուրիշ բացի կտկտիկներից կհավանի գարիշը, թե չէ։ Սենց կոշիկ կա, շատ սիրուն է, բայց մի քիչ ոսկեգույն է, չեմ իմանում կսազի, թե չէ։ Այս կա գարիշը չի հավանում, չնայած իմ կարծիքով էսի ավելի հաջող է, քան մյուսը, ու այս կա, էսը չի հավանում, ես էլ շատ սիրուն։ Այսի նշի որ շատ դեշ կա երևի։ Մեկա չես հավանում։ Երևի մի հատ փորձ եմ։ Բայց 33-ն է կլինի։ Հա? Բայց 34-ը չկա։ չէ՞։ Բայց չի երևա շատ որ դողի է։ Հələ թեքրի կողքի շատ սիրուն է։ Բայց չգիտենք շորի հետ կսած թե չէ։ Այ որ արծաթագույնին է, հաստատ կսած էր։ Այս մարտը փոխվել է։ Լավա, թևի կորչում է սարի։ H&M-ում ոչ մի բան չկար, եկանք Zara։ Վերջին հույսը մի հատ սիրուն բան գտնելու ստեղ է։ Լարի գայ։ Սենց բան կա։ Վատը չի։ Այսի կարելի է փորձել։ Որ դու նայեցիր, էսի կար։ Հա, երեք որ նայում ենք կար, էս էլ կար։ Արի փորձենք, սիրուն կլինի։ Այսքան բան վերցրեցինք, տանենք փորձենք, տեսնենք մի բան դուրս կգա, թե չէ։ Տարբերակ 1 Երկուս։ Երեք։ Չորրորդ ու հինգերորդ տարբերակները չփորձեցինք էլ, որովհետև այն սպիտակ վերնաշապիկը վերցրինք, հետո էլ դուրս գալուց Zara-ի ու Սեայի կողքով անցնելուց սենց սրանք հավանեց գարիշը մի հատ փորձի, ինքը ոնց որ յուբկա լինի, բայց սենց է տաբատա։ Ես էլ այս եմ հավանում, մտածում եմ այդ սարուցքի հետ ավելի սիրուն կլինի սրանով։ Մենք տեսնենք։ Չոք գարիշը այդ շորերն եմ փորձում, ես և այն կարուսարիք եմ։ Վերջ մենք պրծանք, արդեն պատրաստում ենք դուրս գանք, հուսանք անձրև չի լինի։ Միջայլոց հայերի հանդիպեցինք վերելակի մոտ, ողջույններ իրանց եթե նայում են։ Եվ ուլիկ կոչկենք, դուրս գանք ու վազենք։ Հուսամ կտրվել է, չնայած այդ աղջիկն ասեց, որ իրանք նոր են եկել ու դեռ գալիս էր անձրև։ Պաստորեն անձրև գալիս է, որ ինչ անձրև, մեծ կաթիլներով, ճոխ անձրև է։ Մենք արդեն տանն ենք, ինչպես հասկացաք, հենց նոր ենք մտել տուն, լավ թրջվեցինք տեղը տեղին, Եվան քնած է, Գարուշը գնաց իր շորերը փորձի, ես էլ այստեղ պատրաստում եմ սեղանը, չնայած արդեն ժամը 7-ն է, բայց պիտի այսօր հասցնեմ մի կադո թխեմ, մտքից դրել եմ, ուրեմն պիտի անեմ, Գարուշն էլ ուզում է քուկիներ սարքենք, այն թխվածքաբլիթները մեր ֆիրմային, որ ամեն տարի ամանորի է սեզոնի սարքում ենք, բայց այս տարի չենք սարքել։ Թխվածքաբլիթների համար գնել եմ շագանակագույն շաքարավազ։ Տուփի վրա գույնը շատ բաց է, հուսամ իրականում մի քիչ մուկ կլինի։ Այստեղ ընկույզ է, սև շոկոլադ, որը կտրելու ենք թխվածքաբլիթների մեջ։ Այնտեղ պետք է գալու նաև մի քիչ կարակ ու մի հատ ձու, իսկ այս մնացածը կարակ ձու, թթվասեր, այստեղ 2 հատ խտացրած կաթեմ եփել այսօր ցերեկը,
մոտավոր մի ժամուկես 2 ժամ եռացրել եմ։ Ինձ թվում է տենց շատ մուգ չի լինի, բայց ամեն դեպքում այդ կարամելիզացված կստանանք, լրիվ լավ մուգ եփած չի, բայց ամեն դեպքում սովորական խտացրած կաթել չի։ Երկուսն էլ էփել է համաչափ։ Այս էլ կրեմի համար։ Կրեմը անելու եմ 2 խտացրած կաթը, մի հատ կարագ ու նաև մի բաժակ տենց փոքր նուտելա կանեմ։ Կակաոյի փոխարեն սա կլցնեմ։ Իմ ալիքում արդեն Միկադոյի բաղադրատոմս կա, բայց ես նայեցի իմ գրած բաղադրատոմսը ու հասկացա, որ շատ այդ հսկայական տորթի համար է, ես երևի կես չափաբաժնով կանեմ։ Հեսա մի հատ լրիվ պատրաստեմ, հետո կոնկրետ չափերը ձեզ կասեմ, որովհետև ընթացքը դժվար թե հատ առ հատ ցույց տամ, քայլ առ քայլ, արագ-արագ պիտի սարքեմ, բայց ամեն դեպքում սկզբնական մի հատ ցույց կտամ, ինչից ինչքան եմ օգտագործելու։ Խնդրեմ։ Մի հատ կոշիկներ ցույց տուր թող տենան, էլի։ Այս միակ տարբերակն է, սենց ջինսով, բարձրացրու, որ կրունկները երևա։ Որ ինքը կարողանա հագնի իր երազանքի կոշիկները ու ես չշոկահարվեմ։ Վաղը Վարշավի կգա երկուսից մազերն էլ կկտրի, թարմացնի, կֆրենի ու մենք պատրաստ կլինենք։ Դու գոհ ես քեզանից։ Հա, կարևորը դու գոհ ես, ես ոչինչ։ Եվ սիրելիներս, ես եւս մեկ անգամ փորձեցի, բայց արդյունքում էլի թխեցի մենակ, որովհետև բոլորը գնացին քնելու եւ ես այս ամեն ինչը պատրաստեցի արդեն կես գիշերից հետո շշուկով, որ ոչ մեկին չխանգարեմ ու արդյունքում էլի չկարողացա նկարեմ, բայց վերջնական արդյունքը գոնե ցույց տամ։ Շերտերը սենց լավ չեն երևում, գույները տարբեր են, որովհետև կակաո չեմ լցրել, չնայած հետո փոշմանեցի, որ չեմ լցրել, բայց ասեցի այս անգամ էլ սենց փորձեմ։ Փորձեցի տենց շատ բարակ 1-2 միլիմետրանոց շերտեր անեմ, ընդհանուր 8 լիստ է, բայց տեսեք բարձրությունը ընդամենը այսքան է։ 8-րդ լիստը չդրեցի, որովհետև կրեմս չհերիքեց, եկեք սենց արագ ասեմ բաղադրատոմսը ոնց եմ արել, կարող է ինչ-որ մեկը ուզենա պատրաստի, ուրեմն մեջը գնացել է 3 հատ ձու, շաքարավազը շատ քիչ եմ լցրել, սենց չգիտեմ 100 գրամ էլ երևի չէր լինի, որովհետև կրեմի մեջ կար մի պաչկա կարագ, 2 հատ եփած խտացրած կաթ ու մի հատ էլ փոքրիկ եմ բաժակով նուտելաներից եմ ավելացրել, դե իհարկե վանիլով։ Շերտերի մեջ էլ գնացել է 3 հատ ձու, 200 գրամ կարագ, 200 գրամ թթվասեր, այնտեղ փխրեցուցիչ ու ալյուր։ Ու հա, ալյուր վերջ, կակաո եթե ուզեք կարող եք ավելացնել։ Այնքան ալյուր մինչև ստացվի, տենց փափուկ հարմար խմոր։ Հետո դրել եմ սառնանը մի քիչ հանգստացել է, մինչև գործերս եմ արել ու վերադարձել եմ կրտնակել թխել եմ։ Աշխատեցի այս անգամ շատ բարակ կրտնակեմ։ Չնայած որ նայում եք, տեսեք, հիմա մի տենց 2 միլիմետր, 2-3 միլիմետրի սահմաններում է շերտերը բարձրանալուց հետո։ Այստեղ էլ Գայուշը պատրաստեց քուկիների խմորը, այստեղից պակասում են, ինչպես տեսնում եք։ Հիմա իրենք քարացած են սառցարանից, ուղղակի հանեցի, որ ցույց տամ։ Շատ անմահական թխվածքաբլիթներ են ստացվում, ոնց տեսնում եք, այն պաղպաղակի կլոր սենց գնդիկներ անելու բանով։ Գթալիկով տենց լցրել եմ ու դրել եմ սառցարան։ Սրա մեջ էլ լցրել եմ 100 գրամի չափով կարագ կամ մի քիչ, 1 հատ ձու ընդամենը, մի 100 գրամ կտրտած շոկոլադ կամ 100-ից 150, մի այդքան ընկույզ, այդ արդեն ինչքան կուզեք։ Ու մեկ էլ մեջը լցրել եմ մի էլի կես բաժակ, շատ քիչ շագանակագույն շաքարավազ։ Հիմնականում շագանակագույն շաքարավազը անում եմ այս սիրուն գույնի համար, որ սենց մի քիչ մուգոտ ստացվի։ Այս անգամ նաև ավելացրել եմ նուշի փոշի։ Քանի որ տանը ունեի, որոշեցի ավելացնեմ, ինձ թվում է նուշի փոշիով ամեն ինչ էլ ավելի համով է լինում։ Մի խոսքով որ թխեմ ցույց կտամ, սա խմորը Գայուշն է արել։ Այս էլ դե ես։ Իմիջայլոց Միկադոն էլի կտրած վիճակում ձեզ ցույց տվեցի, բայց շատ համով էր ստացվել։ Եթե ճիշտ եմ հիշում, այնտեղ բաղադրատոմսը տենց թռուցիկ ասեցի, եթե կուզեք փորձեք, իրոք լավն էր։ Հետո պահքից հետո հիշեմ, կարելի է մի հատ այդ նորմալ բաղադրատոմսով հոլովակ նկարել, որովհետև իրոք շատ լավ էր ստացվել։ Ու եթե սիրում եք չոր այդ խրթխրթան տարբերակը, սառնանից հանելուց անմիջապես հետո որ ուտում եք, առաջիկա տես մի 10-15 րոպեների ընթացքում ինքը լավ խրթխրթան է, հատկապես առաջին 1-2 օրերի ընթացքում։ Իսկ եթե սիրում եք ավելի փափուկ, ոնց որ ես սիրում եմ, որ մի քիչ փափկի։ Սառնանից պետք է հանել մի կես ժամ առաջ, ինքը կես ժամում լրիվ հետ է գալիս ու շատ նուրբ փափուկ համով, մի խոսքով շատ լավն էր, արժեր, էլի կսարքեմ։ Հիմա մեզ մնացել է մի 8 րոպե, 7-8 ավտոբուսը գալիս է։ Արագ բարձրանանք տուն,
սպայսակները վերցնենք, կաշի ռոլիկները թողնենք տանը ու գնանք տեղում արդեն տիկոին էլ կհանդիպենք, ինքը գործից մի անգամից գալու է այնտեղ։ Իմիջայլոց մազերս էլ թարմացրել եմ ոնց տեսակ, բայց այս անգամ շատ քիչ, կարելի է ասել տակերից ուղղակի շատ քիչ թարմացրել ենք ու լրիվ ուղիղացրել ենք այս անգամ, որովհետև սարսափելի մազաթափություն է մոտս երեխուց հետո։ Հիմա արդեն քիչ-քիչ կանգ առնում, մի քանի ամիս թողնեմ, մի հատ այս թափված մազը լրիվ կաճի, արդեն սկսել է ստեղներից աճել, լրիվ աչալացել էր այս մասերս, հետո նոր արդեն լավ տեղին կկտրեմ։ Մենք դեռ ավտոբուսին ենք սպասում, Եվիկն էլ քնեց։ Քնում աղա։ Քնել արդեն։ Շուտով աղջիկը կլինի 6 ամսեկան, ընդամենը մի քանի օրից։ Հասանք։ Ահա գինել մարդ կա։ Գնացինք։ Ես պատրաստ եմ, բայց ահա որ դժվար է քայլելը, չգիտեմ ոնց եմ անելու։ Այժմ գնանք արդեն։ Կարևորը չընկնեմ ինչ-որ բան ջարդեմ, մնացածը ոչինչ։ Հասկացաք ինձնից բանդուր չկա։ Okay. Հիմա տիկոն եմ գործում իրա բախտը։ Ահա, որ դժվար է, այլանդակ։ Լավ ես։ Չեմ հասկանում ոնց են անում։ Ավետիք վայել ենք նորմալ շողներին, փորձեմ նես նկարեմ դեմքերը Երևան, բայց մենք պաստորեն ոչ մի բանի պիտանի չենք, շատ դժվար է, ահա, որ Բարի լույս, այսօր արդեն կիրակի է, մեր առևտուրը հասավ տուն։ Ես չէի գնացել տանն է երեխեքի հետ, տան գործերով, տիկոն գնաց, առավ եկավ, ստեղի թե ճիշտ եմ տեսնում հացա, ժավել, ամանի հեղուկ, վարունգ, բանան, լիքը կանաչիներ, այս շաբաթվա մենյուի մեջ կա ժինգյալով հաց, թաբուլե, դրա համար սենց ահագին կանաչեղեն է պետք, սրանց հարցերով հենց այսօր կզբաղվեմ կլվանամ, այս նորը տնասունկ, համով այրևում, լիկա, և այս մեսը սիրած, ես միշտ ուզում էի փորձեի ավելի մանր տարբերակը, այն որ ասիացիները ուտում են իրանց մաների հետ, մակարոնների հետ ելակ ունենք, խուրմա, այս խուրմայով սուրճի համար համով մի բան կսարքենք, մրգեր, ապալաս, ստեղ ծաղկակաղամբը, ուզում եմ ծաղկակաղամբը դնեմ ջեռոտ, առաջին անգամ տեսնեմ ոնց կստացվի, կիվի ադեղին, գրեչկա, մրգեր, բազուկ, նաև ուզում եմ բացարկեմ։ Ես արդեն պատրաստի խաշած բազուկ է։ Ինչ էր են աղցանի անունը, վինեգրետ, լոլիկ, մակարոններ առանց ձվի։ Սեք մի հատ էր ստուգեմ, բլեջող, հա, սրանց մեջ միայն ալյուր է, ինչ բան չկա, կուսկուս։ Վարունգի մարինատ, կարտոֆիլ, մի աշխարհ խնձոր, նուր, էլի վարունգ, գազար, ստեղ ինձ դառը շոկոլադ,
կաթ չկա մեջը, ստուգել եմ արդեն, հիմնականում 74% ու բարձրների մեջ չի լինում, կամ լինում է սոյայի կաթ, ես ալյուր, այստեղ պահածոյացված լոբիներ, սիսերներ, լոբին ընենց տաքացնում եմ ուղակի ձեթի մեջ, ջրով կամած, համեմունքներով տարբեր, սիսերը նաև ճաշ եմ սարքում լոբիով, սիսերով էլ կարելի է կամ ճաշ սարքել գա, իրան մենակ մի թող կընկնի, կամ էլ որ բանջարեղենային ինչ-որ կոտլետ եմ սարքում, այս սիսերը բլենդերով հարում եմ ու շատ լավ կպչունությունը ապահովում է, թեպուզ եթե կոտլետի մեջ լինի օրինակ միայն կարտոֆիլ, գազար, նույնիսկ բաներ, այստեղ ալյուր է, շաքարի փոշի, կոկոսի փաթիլներ, գայս, քո պանիրից ստացել են վերջապես, ես ինչքան ժամանակը գայուշ շատ ասիրում ես պանիրները, չկար, նույնիսկ ձմերուկ, էլի կոկոսի փաթիլ, ոսպ, քանի որ էլի սենց պատրաստի տարբերակը չեր եղել, ես սենց կխաշեմ, փոքր մի հատ ձմերուկը, ես նոր տեսել էի ճիշտ ասած, բայց չառա, որովհետև մի անգամ առել էի ու այդքան էլ հաջող չէր, և քիմիոն, կիտրոն, վերջ, այսքանով ինձ թվում է հաստատ շաբաթվա մեջ կկարողանանք կազմակերպել մեր բանջարեղենային ուտելիքները գայուշի համար էլ միս կա, եթե պետք լինի, խնկալի պիլմենի այդպես բաներ էլ կա, մինչև Եվան մի կես ժամ 40 րոպե է քնած է, ես այդ ընթացքում հասցրեցի ջրի մեջ դնեմ ու լվանամ այս կանաչիները, ցավոք միայն ռեհան չունենք, բայց հեսա սա էլ հանեմ արդեն էսենցիայով ջրի մեջ է, այսօր էսենցիայով լվացի, աղաց քիչ էր, կամ աղով եմ լվանում հիմնականում կանաչիները, կամ էսենցիայով, կամ բիկարբոնատով, այսօր էսենցիայի օր էր, մի խոսքով հիմա այս ամեն ինչը պետք է մանր կտրտել, բաժանել մասերի, մի մասը կսարքեմ ժինգյալով հաց, մի մասը կպահեմ վինեգրետի համար, մի մասը կպահեմ թաբուլեի համար, եթե թաբուլե էլ որոշեմ պատրաստել, վերջ կանաչիներս էլ կտրեցի, պատրաստեցի, հիմա կխառնեմ իրար, այստեղից արդեն մի լավ տոպրակ վերցրել եմ շաբաթվա ընթացքում տոլմայի համար արդեն սառցարանում է, կամ եթե ինչ-որ ճաշ սարքեմ, մի տոպրակ կանաչ սոխից ու էլի մի քանի խառը կանաչի վերցրեցի վինեգրետի համար, այստեղ սպանախի մի մասը կտրել եմ, ես մնացածը սովորական կտապակեմ, շատ անուշ կանաչ բույր է տարածվել, հիմա խմորը անեմ, խառնենք իրար կանաչիները ու թխենք։ Կանաչեղենս պատրաստ է, արդեն խառնեցի իրար, համեմել եմ, այստեղ ձեթ եմ արել, աղ, սև պղպեղ, կարմիր պղպեղ, աղացած չաման, մի քիչ չորացրած սխտոր, հեսա հիշեմ աճած սխտորի ծիլերել ունեմ, դրանք էլ կկտրեմ, այստեղ էլ արդեն խմորն եմ անում, մոտ կես լիտր ջուր եմ լցրել, հիմա այստեղ կավելացնեմ ձիթայով, ես միշտ աչքաչափով եմ անում, տենց հստակ չափեր չեմ կարող ասել, բայց ձիթայյուղ, սովորական ձեթով էլ է հնարավոր, բայց իմացեք, որ ձիթապտղի ձեթով շատ ավելի նուրբ ու համով է ստացվում, աղը ու մի կիլոգրամ ալյուր, ես անեմ պետք է որ չափաբաժինները նորմալ լինեն, վերջում կասեմ ջուր ավելացրեցի, թե չէ։ Կարելի ասել իդեալական խմոր ստացվեց, ջուր հաստատ ավելացնել պետք չի, գնդելուց կարող եմ մի քիչ ալյուր անել, կես լիտր ջուր, 1 կիլոգրամ ալյուր ու ձեթն ու աղն էլ աչքաչափով արդեն, աղը կարելի է մի լավ ճաշի գտալ, ձեթն էլ երևի թե մի սուրճի բաժակի չափով։ Վերջնական տեսքը, բայց արդեն մեկ օր հետո, երեք արդեն ենքան հոգնած է, էլ չնկարեցի, եթե դուք պահքի մեջ չեք, վրան թավայից հանելուց հետո անմիջապես, կարող եք կարակ կսել, մի քանի անգամ ավելի համով է ստացվում, չեմ հաշվել ճիշտ ասած քանի հատ եղավ, բայց հաստատ 20 հատից ավել, որովհետև գերանք այսքան էլ մնաց։
Եվ ամենավերջում առաջարկում եմ ավարտենք քաղցր համով ինչ-որ բանով։ Իհարկե պահքի խորհուրդը դեռև այլ բանի մեջ է։ Ինձ թվում է բոլոր պահողներն էլ գիտեն, որ իմաստը զրկանքների մեջ է, ոչ թե ինչ-որ խայտաբղետ համով ուտելիքների, բայց եթե հյուր ունեք սուրճի հետ ինչ-որ մի օր ցանկություն ունեք քաղցր մի բան վայելելու, ուղղակի տարբերակ, որով հիմա ես ձեր հետ կկիսվեմ։ Տիկոյի համար եմ շատը սարքում, ինքն է սիրում էս քաղցրավենիքը։ Այստեղ նուշի փոշի ունեմ, ցանկացած ընկուզեղենի փոշի կարելի է անել, անցած անգամ նուշի հետ նաև ավելացրել էի ընկույզը, բայց այս անգամ որոշեցի ընկույզը կտրատած, այդպես ավելի համով կլինի կարծում եմ։ Այստեղ կոկոսի փոշի է, որը կարող եք չավելացնել, եթե չեք սիրում, իր համը առանձնապես այս դեզերտի մեջ չի էլ գալիս։ Այստեղ ունեմ խուրմա, որոնց կորիզները արդեն հեռացրել եմ, հիմա կլցնեմ, բայց կարծում եմ այսքանը շատ է։ Այս մեծ խուրմաները շատ քաղցր են ու շատ փափուկ։ Այնտեղ ներքևում կան նաև այն փոքրիկ խուրմաներից, հեսա նրանք կավելացնեմ, նրանք ավելի չոր են ու բացարձակ քաղցր չեն։ Եվ մի գթալ ավելացնելու եմ գետնանուշի կարագ, միջայլոց ուշադիր եղեք, հանկարծ շատ չավելացնեք, որովհետև ինքը շատ ուժեղ համ ունի ու մի 2-3 գթալ լցնելու դեպքում ուրիշ ոչ մի բանի համ չեք զգալու էլ, բացի գետնանուշի սուր համից։ Սենց մի գթալի չափով։ Հիմա սա էլ կավելացնեմ, կաղամ ու վերադառնանք։ Ստացվեց այսպիսի կպչուն է ինքը իրականում, եթե մի քիչ սեղմենք, այդ բատոնչիկի նման կկպնի։ Չեմ ուզում շատ էս կրեմից ավելացնեմ, որ ավելի կպչուն դառնա, համը շատ ավելի սուր է լինելու։ Տեսակ, ամենը մի գթալ ավելացրեցի, արդեն բավականին ուժեղ համը գալիս է։ Այստեղ կավելացնեմ ընկույզը, հիմա կխառնեմ ու տափակացնենք մի հատ ամանի մեջ։ Ահա, սենց պլաստմասի աման վերցրեցի, ուրիշ ինչ-որ հարմար բան չունեմ, ֆորմա, թուղթ եմ դրել մեջը, այնտեղ մի դրեք հետևի ֆոնին Եվայի խաղալիքն է երգում, ինքը այնտեղ զգալվում է, սենց տարածենք, լավ տափակացնենք, չիզքեյքի նման, տեսեք ինքը կպնում է, թուղթը դրել եմ, հետո որ կարողանամ սենց ամբողջությամբ հանեմ ու կտրտեմ, փոքր կտորներ անեմ։ Եվ ամենավերջում վրան կսում ենք շոկոլադ, իհարկե շոկոլադը առանց սերուցքի է, դառը շոկոլադ, առանց կարագի, դրա համար սենց անշուկ, անփայլ, բայց ոչինչ։ Վերջ, տեղափոխում ենք սառնարան կամ սառցարան, մինչև մի հատ լավ սառի։ Այս էլ մեր վերջնական արդյունքը արդեն։ Ժողովուրդ ջան, հետեկա ասեմ, որ մենք սուրճ խմեցինք ու on chop համով ստացվել, եթե նույնիսկ չեք պահում, ուղղակի ուզում եք ինչ-որ ոչ վնասակար քաղցրավենիք պատրաստել, ուտել, դա կարող եք ձեռք բերել բաղադրիչները ու պատրաստել շատ համեղա։ Մենակ էլի եմ ասում, գետնանուշի կրեմը մի գթալից ավել չլցնեք։ Դե ինչ, առաջարկում եմ այս սիրուն կադրով էլ ավարտեք այսօրվա վլոգը, ձեզ մաղթենք օրվա հիանալի շարունակություն, լավ մնացեք, սիրեք, եղեք սիրված, իսկ մենք կհանդիպենք հաջորդ վլոգում, բան չունես ասելու, չէ՞։ Ձյան, դե մի հատ ժպտա, որ բոլորի օրը լավ անցնի։ Եվիկ։ Կուկու։ Bye bye.